Ձեզ Տոմս Ասունյան, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին։ Մի քանի թեմաների հետ կապված կլսենք նաև ձեր մեկնաբանությունը եւ այսպես նորընտիր ազգային ժողովը 9-րդ գումարման սկսում է իր աշխատանքները։ Ռուբեն Ռուբինյանը առաջադրվել է որպես ազգային ժողովի նախագահի թեկնածու, 3 ՔՊԱ-ականների ձայներով վերջինս ընտրվեց, բայց ինչն է հատկանշական, հայտարարություններ, որ անում էր Ռուբինյանը, խոսում էր բարեպաշտության, զրոյական կետից սկսելու մասին հարաբերություններ ընդդիմության հետ, բայց մենք զուգահեռ տեսնում ենք, որ նույն Ռուբինյանը նույն ժամանակ հայտարարում է, որ այո վենդետա լինելու է։ Եվ այս իրականության մեջ նաև տեսնում ենք, թե քաղաքական ինչպիսի հետապնդումների են ենթարկվում մեր հայրենակիցները Հայաստանում, մինչև անգամ ընդդիմադիր Հայաստան ունեցող մարդիկ, մինչև անգամ ստատուս գրելու պատճառով։ Ես կխնդրեմ Ռուբինյանի, նաև Ռուբինյանը խոսում էր այն մասին, որ իր 2-ամյա երեխան ծնվել է խաղաղ պայմաններում եւ ինքը ամեն ինչ անել է, որ մյուս երեխաներն է ծնվեն ու մեծանան խաղաղ պայմաններում, այն իրականության մեջ, երբ մի իշխանության մաս է ինքը, որը 4 պատերազմ է բերել հայ ժողովրդի գլխին եւ մի հայրենիքի ամբողջական կորուստ։ Խնդրեմ։ Այո, անշուշտ այս մասին շատ բան ունեմ ասել եք, փորձեմ ամփոփել։ Նախ անշուշտ բոլորս էլ ուրախ ենք, երբ որ մի հայ ընտանիք ունենում է մի երեխա, մենք դեմ չենք երեխային, ամեղ երեխա է, բայց իմ մտահոգությունը շատ ավելի խորն է, այն է, որ եթե այսպես շարունակվի Փաշինյանի քաղաքականությունը, որ ամեն օր նոր զիջումներ, նոր բարդողական գեցվածք, այդ երեխան կարող է որ չհասցնե մեծանալ անկախ Հայաստանի մեջ, հանրապետության մեջ, որսներով ենք մեր անկախությունը, մեր հայրենիքը։ Շվերապերում է Ռուբինյանին, այո, այսին Ռուբինյանը դարբեր չի թեև հիմա ինքը բարձր պաշտոն ունի, բայց դարբեր չի իր մյուս քվեականներից, բոլորն էլ ամփորձ, անադակ, իրենց պաշտոնների համար բաճար փորձառություն չունեն եւ բայց սիրում են մեծ խոսալ, ինչպես Փաշինյանը մեծ խոսում է եւ միամիտ ժողովրդին խապում է իր բաղաքշական խոսքերով։ Ռուբինյանը ես նայեցի ասկայն ժողովի երկար ժամեր նայեցի ասկայն ժողովը եւ նիստը եւ այդտեղ խոսում ենք բարեգիր լալու մասին, բայց խոսում են ինչպես ասացիք վենդետայի մասին, որ ոչ մի կապ ունի վենդետայի հետ, ոչ մի կապ ունի նորմալ հասարակական երկիր ունենալու եւ ժողովրդավարական երկիր ունենալու հետ, էդի մաֆիոզի մի խոսույթ է վենդետա, պետք է որ արտարադատություն լինի երկրի մեջ եւ ովևէ մեկը որ մի ոչինչ գործի, տեսնում ենք որ քվեականները վերջին 8 տարիներին հայրորավոր օրենքների խախտումներ արել են, խախտել են նաև սահմանության զանազան դրվագները եւ խոսում են բարեգործության մասին, իրենք ոչ մի վիճակի չեն ովևէ մեկին տասլալու բարեգործության մասին։ Նախ իրենք պետք է սովորեն ամենադարական քաղաքավարական սկզբունքները եւ ոչ թե ովևէ մեկը որ մի խոսք ասի, որ համացան չէ իրենց ստրուկը չէ, ամիջապես Փաշինյանը խախտելով բոլոր տեսակի ժողովրդավարական սկզբունքներ, հրանք է ոստիկանության, որ ցերպակալեն, բանդարգեն, թադարան տանեն, թադեն եւ այլն։ Եվ ամեն օր գրտնում են ասի, հիմա հայրորավոր մեր հայրենակիցները բանդերում են եւ այստեղ կա շատ արտարոց մի իրավիճակ, որտեղ այդ մարդիկ, որ ցերպակալվել են, որքան որ ես իմանում եմ, մինչև հիմա ոչ մեկը չի դատվել, բանդերում նստում են այդ մարդիկը եւ իրենք անմեղ են եւ ովևէ դատավոր իրենց մեղավոր չի ճանաչել ավելի վատ է որ որոշ մեծահարուստների բարակային ինչպես է
Գայք Ծառուկյանը, Սամվել Ղարաբեդյանը, եւ որ այս մարդոց սերպակալում են մի անիմաստ անհիմն ամբաստանությամբ ամիջապես բռնակրավում են իրենց գալվածները, իրենց ընկերությունները, բիզնեսները։ Խլում են, պարոն Սասունյան, բառի իմաստով գողանում են մարդկանց ունեցվածքը եւ չգիտեմ էլի, անվանափոխում իրենց դրոշը բերում դնում, սա գողություն է ուղղակի աշկերտից դիմաց, մարդը ունի ունեցվածք եւ մարդուց գողանում են այդ ամեն ինչը, մինչեւ անգամ կենթանուն։ Այսինքն այնքան իրենք դքեդ են եւ այնքան իրենք վրեժխնդիր են հայ ժողովրդի հանդեպ, ոչ թե մեր թշնամիների հանդեպ, որ նույնիսկ չեն կարող մի բարձ բան ճիշտ անել, նույնիսկ եթե իրենց առածը սխալ է, բայց սխալն անելու ցևը կա, օրինակ եթե պիտի որոշ մարդու գալվածը բռնակրավես, պետք է առնվազն սպասես, որ մարդը թադվի, մեղավոր ճանաչվի եւ հետո որ իր գալվածը գրավես։ Մարդու գալվածը վերցնում են, ինչպես դուք ասացիք, շատ ճիշտ ասացիք, կողանում են, առանց որևէ թադավճռի ոչ մի բան։ Այսինքն այսպեսի երկիր անշուշտ ժողովրդավարությունից շատ չափազանց հեռու երկիր է Հայաստանը, բայց այսպեսի երկիր շատ քիչ կա աշխարհում։ Միայն այդ երկրները, որ այսպես բռնաբեդության դակ են, ինչ որ հիմա Հայաստանը նույն իրավիճակում է, այդ բռնաբեդերն որ այսպեսի արարքներ են անում եւ ոչ թե նորմալ ղեկավար, նույնիսկ եթե մենք անհամաձայն ենք ղեկավարի հետ, բայց առնվազն ղեկավարը պետք է որ ինքը իր դերը իմանա եւ իմանա թե ինչ կարելի է անել, ինչ չի կարելի անել, բոլոր գարմիր գիծերը հադել է, հայրավոր օրենքները խախտել է, սահմանությունը խախտել է, դեռ չեն խոսում եկեղեցու մասին, վեհապարին հիմա որ հինգշաբթի օրը թադարան են բերելու, թադելու, այսինքն այսի ամբողջ աշխարհի հայության մեծ ամոթն է, անընդհատ հայրավոր դարիներով անընդհատ մենք բոլոր աշխարհին ասում ենք, որ մենք առաջին քրիստոնյա երկիրն ենք, բայց ոնց կարելի է այդպիսի բան անել, երբ որ աշխարհը տեսնում է, որ մի կողմից ասում ես քրիստոնյա երկիր, առաջին քրիստոնյա երկիրն ես, մյուս կողմից էլ քո եկեղեցու հայրաբեդին տադում ես, որպես ոժակորց, ամբաստանում ես։ Եվ խայտարակությունը, որ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ վեհապար հայրապետը չօրհնեց խորհրդարանը։ Այո, էդել շատ գոբիտ խախտում է, այսինքն գիտեք, եթե բարձ հարցեր լինեին, որ բարձրապես անհամաձայն լինեին իրենց հետ, դա նորմալ կլիներ, բայց անհամաձայն կապ չունի։ Ազգային ժողովի էսի սկզբունքն է, օրենքն է, որ Հայաստանի Հանրապետության նախագահը եւ վեհապարը կան եւ իրենց բացման խոսք ասեն եւ վեհապարի բարակային աղոթք ասեն, բայց նույնիսկ դա թույլ չեն տալիս, թե ազգային ժողովի ժամանակավոր խոսնակը ասեց, որ հա վեհապարը կարող էր գալ, ինչու չեկավ եւ այլն, հետո բարձվեց, որ դա սուտ է, ինչպես ամեն ինչ որ ասում են սուտ է, Ռուբինյանը հրանք տվել էր բահակներին տարբասի ազգային ժողովի, որ եթե վեհապարի ավտոն մոտենա, չթողնեն որ ներս մտնի։ Այս է, շատ լկտիտ վերաբերմունք է, ամեն ինչ անում են շատ դքեղ ցավով, նույնիսկ եթե մի վատ բան ես անելու, այդ վատ բան անելու տարբեր ցևերը կան, բայց իրենք վատ բանը անում են ամենի վատ ցևով։ Մյուս թվական падգամավորը ասում է, չէ, նախ միջև կգանք այդ 300,000 ադրբեջանցիների թեմային, պարոն Սասունյան, երբ Նին Ռուբինյանին ուղիղ հարց են ուղում, երաշխավորում եք, որ ձեր իշխանության ժամանակ, լինելով դուք էլ ազգային ժողովի նախագահի թեկնածու, հիմա արդեն արժան նախագահ, Տիգրան Աշենը
չի հանձնվելու Ադրբեջանին, մենք տեսնում ենք ինչպիսի պատասխաններ են հնչում եւ ըստ էության հստակ է, որ Տիգրանաշենի հանձնման հարցը կա եւ իրենք ինչպես են դնում նույն հարթության վրա Տիգրանաշենն ու Արցվաշենը, ես պետք է խնդրեմ պարոն Սասունյան, եւս մեկ անգամ, ինչպես ասում են, պարզ հայերենով բացատրեք, ինչ է նշանակում, եթե Տիգրանաշենը հանձնվում է Ադրբեջանին։ Ուրեմն նայեք, ես այդ հատվածն նայեցի ուղի եթերով, եւ որ Ռուբենյանը խոսում էր այդ մասին, մի քանի նկատառումներ, մեկը այն է, որ մի քանի անգամ հարցրեցին իրեն, միշտ խուսափում էր պատասխանել։ Ասում էր բանակցում ենք եւ այլն, բայց շատ բարձ է, թե ինչ է իսկական հարցը։ Հարցը այն է, որ Ռուբենյանը եւ բոլոր որտեղ նստել են քվեականները եւ կառավարության անդամները, ոչ մեկը չի համարձակվում, ոչ մի դիրքորոշում հայտնել, ոչ մի գործիք հայտնել, առանց որ իմանան թե շեֆը ինչ է ասելու այդ հարցի որպես պատասխան։ Իրենք բարձրապես Փաշինյանի ստրուկներն են եւ տուտագի նման գրտնում են ինչ որ Փաշինյանը ասում է, իսկ եթե Փաշինյանը ներկա չի եւ Փաշինյանը ոչ մի չի ասում, իրենք դժգամ են որ պատասխանեն։ Մի քանի անգամ փախոս տվեց, բայց շատ հստակ էր, որ Տիգրանաշենը դալու են Ադրբեջանին, Փաշինյանը ինքը այդ մասին մի քանի անգամ խոսել է անկլավների մասին եւ ասել է, որ մենք ունենք Արցախաշեն ունենք Ադրբեջանի հողատարածքում եւ կարելի է այդ անկլավները փոխանակել եւ այլն, այսինքն զարմանալին արդարոց բանը այն է, որ նախքան որ Ալիևը նույնիսկ բանջի անկլավները, Փաշինյանը արդեն պատրաստ է զիջելու առանց որ Ալիևը այդ հարցը բարձրացնի։ Այդ է որ այս զիջումների շարքը շատ երկար է լինելու եւ անընդհատ զիջումներ նույնիսկ երբ որ Ալիևը մի բան չի պահանջում, Փաշինյանը ասում է որ հա ամեն ինչ անենք, դանք ամեն ինչ որովհետեւ պատերազմ չլինի, ժողովրդին վախեցնում են պատերազմով եւ մի կարծեմ մի երկու ամիս առաջ էր երբ որ Փաշինյանը ելույթ էր ունենում, ասաց որ եթե մենք երկու երրորդներ չունենանք, պատերազմ է լինելու, բայց դեսանք որ երկու երրորդը չունեն եւ ուրեմն պատերազմ է լինելու եւ ոչ թե օպոզիցիայի պատճառով, բայց իրենց պատճառով, որտեղ իրենք այսինքն մենք արդեն շատ հստակ է որ մենք երկիրը գործնում ենք մի քիչ ամեն օր, որտեղ կամ պիտի երկիրը հանցնենք առանց մի բամբուշ գրագելու, ինչպես որ Ալիևը նույնիսկ ասաց մի անգամ, որ մենք մտնելու ենք Հայաստան մեր ավտոներով առանց նույնիսկ գրագելու եւ որ կոթշամին այդպես մի խոսք է ասում, պետք է շատ լուրջորեն մոդենալ այդ խոսքին եւ չանդեսել, որտեղ եթե անդեսես կո համար շատ վատ է որ անդեսում ես եւ որ կոթշամին նախորդ քեզ ասում է թե ինչ է անելու, պետք է անդեսել այդպիսի խոսքեր։ Ուրեմն կամ պիտի ավտոները նստած պետք է Հայաստան մտնեն եւ Հայաստանը վերցնեն, կամ պիտի հարձակվեն եւ վերցնեն։ Այս է երկու վարիանտ կա, որ Փաշինյանը ունի, ուրիշ վարիանտ չունի, որտեղ ինքը ոչ մի երկիր ղեկավարելու փորձառություն չունի, ցիրկ չունի եւ ամեն ինչ որ անում է, սխալ է անում։ Եվ որ ինձ հարցնում են թե ինչ է կարծիքը Փաշինյանը լքում է Ռուսաստանը եւ գնում է դեպի արևմուտք, իմ պատասխանը մի քիչ արդարոց է, բայց ես պատասխանում եմ որ տարբերություն չի անի Փաշինյանը ռուսամետ է, թե արևմտամետ է, թե ինչ է, որտեղ ինչ որ անի սխալ քայլեր է առնելու, սխալ որոշումներ է առնելու, ինչպես որ խանգարում է մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, նաև խանգարելու է
մեր հարաբերությունները արևմուտքի հետ, Եվրոպա, Ամերիկայի եւ այլն, Բարձրաստան, Հնդկաստան, Չինաստան եւ այլն։ Այսին բախուս չկա, որտեղ որ որ դառնանք, մեր գլխի մի այս մարդու բաժարով մի մեծ փորձանք է գալու մեր գլխին։ Այսօր Հաջիևը եւս մեկ անգամ հայտարարում է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ սահմանախոդվածը պետք է հանվի Հայաստանի սահմանադրությունից։ Ավելին, մեր տարածաշրջանում արդեն իսկ գոյություն ունի փաստացի խաղաղ իրավիճակ։ Կխնդրեմ այս պահանջի հետ կապված եւս ձեր տեսակետը արտահայտեք։ Այո, զարմանալին է, որ Հաջիևը, Ալիևը, Էրդողանը նույն բանն են ասում, ինչ որ Փաշինյանն է ասում։ Ասում են խաղաղություն ունենք։ Բայց ես շատ լավ բարձրանում ունեմ այդ Փաշինյանի խաղաղության խոսքին։ Ամենը խաղաղ մարդիկ որ կան աշխարհում, այդ մարդիկ են որ մահացել են եւ քերեզմանում են։ Իրենք շատ խաղաղ են։ Փաշինյանը մեզ դանում է դեպի քերեզմանային խաղաղություն։ Որտեղ եթե ամեն ինչ կոթշնամին բոլոր զիջումները գադարես այո խաղաղություն կլինի, բայց դա խաղաղություն չի էդի։ Էդի հանձնվում ես կոթշնամին բոլոր բանջարներին։ Հանձնում է եւ ոչ է խաղաղություն։ Նույնիսկ մի փոքր 5 տարեկան երեխա էլ կարող է երիր ղեկավարել նույն ձևով, որ մեր տշամեն ասում է, ինչ բան սահմանությունը փոխեք, անկախության հռչակագրից հանեք Արցախի ռեֆերանսը եւ այլն, եւ եթե 5 տարեկան երեխան ամեն ինչին այո ասի, ինքն էլ կարող է ասել, որ ես խաղաղություն բերել եմ Հայաստանին, բայց դա խաղաղություն չի։ Դիտուն հլու հնազանդ ստրուգն է սկոթշամին եւ անում ես ամեն ինչ որ չեմ բանջում է դա բաժարը որ հաջախասում են որ եթե Ալիևը նստած լիներ Երևանի Փաշինյանի աթորի վրա նույն որոշումները առնելու էր Ալիևը ինչ որ Փաշինյան առնում է հիմա ոչ մի տարբերություն չկա Ալիևի եւ Փաշինյանի միջեւ Ալիևը Բաքուից ղեկավարում է Հայաստանը։ 300,000 ադրբեջանցիների թեման, պարոն Սասունյան, ԿՊԱ-կանը Հասմիկ Հակոբյանը ընդդիմադիրներին ասում ձեր քթից բերելու ենք, որ 300,000 ադրբեջանցիների գալով ահաբեկում եք հայ ժողովրդին, բայց զուգահեռ մենք տեսնում ենք, որ մանավանդ ընտրություններից հետո ադրբեջանական կողմը ել ավելի է սաստկացնում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու հարցը եւ մինչեւ անգամ ՄԱԿ-ով է բարձրաձայնում այս հարցը, որի մասին նաեւ դուք էլ եք հոդված գրել։ Խնդրեմ։ Այո, նորից անընդհատ Փաշինյանը եւ իր թիմագիծները նույն սխալն են անում, ամեն օր գրտում են նույն սխալները, եւ որ կուտշնամին մի հայտարարություն է անում, չես կարող անդեսել այդ հայտարարությունը։ Եվ պետք է եթե խելացի լիներ Փաշինյանը, ուրախ կլիներ, որ թշնամին արդեն բացահայտում է իր կարտերը, ցույց է տալիս թե ինչ է անելու իր բակայի ծրագրերը։ Եվ որ ասում է, որ Ալիևը բազմաթիվ անգամներ ասեց 300,000 ազերիներ պետք է որ վերադառնան Հայաստան եւ որ Հայաստանը գոչում է Արևմտյան Ադրբեջան եւ ասում է եթե խաղաղ ցեվով չթողնեք մենք այդ բանը անելու ենք բռնի ուժով այսինքն չի խնդրում չի ասում եթե թույլ տաք որոշ ազերիներ կարող են կան Հայաստան հաստատվել այդպեսի բան չկա մարդը ասում է որ ուզեք կամ չուզենակ այս 300,000 ադրբեջանցին գալու է իսկ եթե էդորը կա որ Փաշինյանը այդ զիջումն էլ անի արդեն Հայաստանի վերջն է որովհետեւ 300,000 ազերիները որ կան միայն այսին արդեն 300,000 ինքնին վատ է բայց շատ ավելի վատ հետևանքներ ունի 300,000 ազերիներուն գոյությունը Հայաստանի հողի վրա որ այդ մարդիկը գալու են ապրելու են Հայաստանի զանազան շրջաններում մեջ կամ անկլավներում մեջ կամ որտեղ որ իրենք ուզում են որտեղ եթե Հայաստան ապրեն լինեն Հայաստանի քաղաքացի եւ իրենք ազատ են կարող են ապրել որտեղ որ ուզում են ունենալու են հայ հարևաններ
Եվ եթե ինչ որ շատ նորմալ է որ բադահի մի փոքր վեճ լինի մի ազերի հարևանի հետ եւ հայաստանցի հետ նույն օրը Ալիև ասելու է որ մեր ազերի ժողովուրդը վտանգի դակ է մեր հայրենագիտներին ազերբայջանցիներին ահապեգում են ուրեմն ես բարդավոր եմ որպես ադրբեջանի նախագահ զորք մտցնել Ադրբեջանի զորքը մտցնել Հայաստան որովհետեւ պաշտպանեմ այդ 300,000-ին Էդի բարձրապես հայերենի մարցապը մահանա ասում ենք որ օգտագործի ինքը էդի որովհետեւ այդ կա եւ Հայաստան զորք մտցնի եւ Հայաստանը գրավի Անշուշտ միայն էդի չէ նաեւ լինելու են հայրուրավոր մզգիթներ որտեղ սմարտիկը անշուշտ իսլամեն մզգիթը իրենց աղոթատեղին է Հայաստանի մեջ հավանաբար պետք է լինի ավելի շատ մզգիթ քան թե եկեղեցի դպրոցների դասընթացները պետք է լինեն ազերի լեզվով պետք է սովորեցնեն ազերի պատմություն եւ ոչ թե հայոց պատմություն եւ այսպես շարունակ պետք է իրավունք ունեն քվեարկելու եւ իրավունք ունեն ընդրվելու ասկային ժողովի չեմ դեր քանի դոգոսը լինելու է ազերի պատգամավորներ ինչ որ աստելու է ասկային ժողովի որոշումների վրա եւ այսպես շարունակ այսինքն անիշ որ մենք ճանաչում ենք որպես Հայաստանի Հանրապետություն գոյություն չի ունենալու եւ որ այդ 300,000-ը մտնեն Հայաստան վերջ Հայաստանի վերջն է դի եւ դի Ալիևը շատ լավ իմանում է այդ է բաժարը բնթում է եւ ինքը կոնֆերանսներ կազմակերպում է թե Նախիջևանում վերջերս կազմակերպեց թե Շուշիում գարձեմ կազմակերպեց Ադրբեջանում եւ մագում հadoop թիմնակիրեր ուղարկել որովհետեւ մագը պաշտպան կանգնի այդ ազերիներին որ Հայաստան փոխադրվեն ուրեմն շատ լուրջ հարց է Ալիևի համար եւ որ խոսում են որ խաղաղություն հաստատվել է խաղաղություն չի հաստատվել ոնց կարելի է որ քո ճշնամին այսպեսի սպառնալիքներ անի կոթեմ այսպեսի լուրջ վտանգավոր բանջներ տնի քո առաջ եւ ասի որ մենք խաղաղ հարևան ենք խաղաղությունը լինում է երկկողմանի ոչ թե միակողմանի Փաշինյանի կողմից այո ինքը ամենից զիջելով ինքը պատրաստ է զիջելու որպեսզի խաղաղություն լինի բայց Ալիևը ոչ մի զիջում չի անում Հայաստանը Ալիևն է Ադրբեջանը մինչև հիմա նույնիսկ չի ճանաչել Հայաստանի Հանրապետության այդ փոքր հանրապետության սահմանները որ Փաշինյանը ամենը որ գնում է ցույց է տալիս այդ փոքր կարդեսը Ալիևը էլ չի ճանաչում ինչի համար որտեղ ինքը ուզում է որ ավելի այդ Հայաստանի սահմանները կամ լրիվ գոյություն չունենան լինի Արևմտյան Ադրբեջան կամ էլ շատ ավելի փոքր մի հողադարած լինի որտեղ հայերը դեղ միան իրանք ունեն ապրելու մնացած ամբողջ Ադրբեջանի պատկանում է Եվ պարոն Սասունյան, մենք նաև տեսանք ձեզ հետ առիթ չենք ունեցել խոսելու այս թեմայի շուրջ, վերջապես Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Ռուսաստանի նախագահի հետ։ Գիտեք, որ ինչպիսի արգելքներ է դրված Հայաստանի ապրանքատեսակների արտահանման հետ կապված, խնդիրը լուծում չստացավ, ավելին եւս մեկ անգամ ներողություն ռուսական կողմը, չնայած ադրբեջանական կողմը պահանջում է հանրաքվե արեք սահմանադրություն փոխեք, ռուսական կողմն էլ ասում է դուրս է գալիս ԵԱՏՄ-ից մտնում եք Եվրամիություն, դե գնացեք հանրաքվեի։ Կխնդրեմ այս մասով ձեր տեսակետը, հեռախոսազրույցը եւ դրան հաջորդող Փաշինյանի հայտարարությունները չի ուզում, չի շնորհավորում, մենք ենք որոշում հանրաքվե կանենք թե ոչ, եւ սա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը, եթե խնդրին լուծում չտան։ Համեցեք։ Ուրեմն ասեմ ձեզ, շատ բարձ է իմ կարծիքով հարցը։ Հայաստանը տասնամյակներ հեռու է, եթե ոչ հարյուրամյակ հեռու է Եվրոպական միության անդամ լինելուց։ Նույնիսկ տեխնազու լինելուց, ոչ թե անդամ լինելուց։ Այս բոլոր խոսակցությունը
որ աշխարհային ժողովը կբիականները վավերացում, որ իրենք թիմելու են Եվրոպական միություն եւ այլն։ Անիմաստ խոսքեր են։ Այսի 5 տարեկան երեխայի մագարտակով խոսակցություններ են։ Ով ասաց, որ Եվրոպական միությունը ուզում է, որ Հայաստանը միանա Եվրոպական միության։ 50 տարի է Թուրքիան տեխնազու է եւ չի կարող միանալ Եվրոպական միության, եւ որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Եվրոպական խորհրդի անդամ է, բայց Եվրոպական միության չեն թույլ տալիս որ միանա։ Ավելի փոքր ժամանակաշրջան 10 տարի մոտավորապես Վրաստանը թիմել էր եւ Վրաստանը չկարողացավ անդամ լինել։ Եվրոպական միությունը հաջող ղեկավարները խոսում են, որ մենք ունենք բավարար անդամներ, չենք ուզում ընդլայնել մեր սահմանները։ Ուրեմն այս բոլոր խոսակցությունները, որ ԵԱԴ-ում թե Եվրոպական միություն, ինձ համար անիմաստ խոսակցություններ են, որտեղ այդպիսի ընդրություն չունի Հայաստանը։ Հայաստանը ունի ԵԱԴՄ, իր չեմ ներ քանի միլիարդ դոլարի արևդուր գնում է Հայաստանի ապրանքները այդ երկրները, մեծ մասը Ռուսաստան անշուշտ, եւ այդ է վերջ, այս մասին խոսելը նույնիսկ անիմաստ է։ Ինչի համար Փաշինյանը այդ Եվրոպական միության հարցը բարձրացնում է անընդհատ եւ ԵԱԴ-ից ուզում է հեռանալ ի վնաս Հայաստանի գործարարներին, բիզնեսմեններին, որոնք չեն կարող իրենց ապրանքները ծախել եւ Եվրոպական միությունն ասում է մենք ցեզ գոկնենք 50 միլիոն յուրոյով, որ ոչինչ գումար է, բախտալած այդ միլիարդ յուրոյի ապրանքները, որ Հայաստանը ծախում է ԵԱԴՄ երկրներին, այսինքն անգամ եւս ինչ նյութի մասին խոսենք, նույն խնդրեմն արժեվ կանգնում ենք, որ Փաշինյանը իր արածը չի իմանում, երկիր ղեկավարել չի իմանում, երկիր ամեն օր գործանում է, ոչ միայն ԵԱԴՄ, ոչ միայն միություն, ոչ միայն Ալիև, ոչ միայն Թուրքիա, ամեն ինչ մենք գործնում ենք, որտեղ մարդը երկիր ղեկավարելու դեռ մոռացել երկիր, որ այսքան հարցեր ունի, ամենափոքր մի բան չի կարող ղեկավարել բիզնես, ուրմնաց մի երկիր ղեկավարել։ Այդ է խնդրեմը։ Օրինակները հազարներով են։ Ինչ օրինակ էլ տանք, նույն եզրակացությունն է, ինքը ցախող ցևով վարում է ամեն ինչ եւ վերջավորության մենք գործնում ենք ամեն օր մի նոր բան եւ վերջը գործունեելու ենք ամեն բան։ Եվ պարոն Սասունյան, ամփոփելով մեր զրույցը, Իրան Միացյալ Նահանգներ ինչպես կգնահատեք այս պահին իրողությունը, ինչպիսի զարգացումներ են սպասվում։ Էսի շատ մեծ նյութ է, ցավալի նյութ է ամբողջ աշխարհին համար, այնսի մի բادرազմ է, որ ամերիկան մտավ Իսրայելի թրթումով, որտեղ Իսրայելի վարչապետը Փաշինյան չէ, Իսրայելի վարչապետը իմանում է ինչ է Իսրայելի շահերը եւ անընդհատ օգտագործում է Ամերիկայի հզոր զինվորական ուժերը, որ հարձակվեն Իրանի վրա եւ որպես արդյունք, քանի որ բادرազմը բաժար չկար բادرազմելու, հիմա ամբողջ աշխարհի բենզինի քիները բարձրացրել են, բոլոր տեսակի ապրանքներ, որ գազով, բենզինով օգտագործում են սարքելու համար, այդ հազարավոր ապրանքների քիները բարձրացել են շուկաներում, բոլոր երկրներում, որոշ երկրներում շատ, որոշ երկրներում ավելի քիչ, եւ խոսելով ամերիկյան ժողովրդի մասին, որտեղ ես ապրում եմ, ամերիկյան ժողովրդին չի հետաքրում ոչ Իսրայելը, ոչ Իրանը, ոչ մի այլ օտար երկիր։ Ամերիկյան ժողովրդին հետաքրում է մի բան, եւ որ իրենք գնում են խանութ, գնում անելու, տեսում են թե ապրանքների քինը
բարձրացել է թե ոչ։ Եթե բարձրացել է, դա շատ վատ է իրենց համար։ Այդ իրենց համար միակ նյութը է ապրանքների քինն է։ Բարձր է թե ցածր է։ Եթե բարձր է, շատ վատ է, եւ եթե բարձր է, մեղավորը երկրի ղեկավարն է, որ այսպեսի եւ տեսնում ենք Թրամփը, որովհետեւ նախորդ 4 տարի նախագահ էր, նման խենթուխելար որոշումներ հայտարարություններ արեց, հիմա նույն բանն է անում։ Ամեն մի քանի օր անգամ ասում է, հա, Պարսկաստանը պատրաստ է զիջելու ամեն ինչ, գրեթե մենք ավարտվել ենք, համաձայնվել ենք ամեն ինչ, շուտով վաղը սուակրեն, եւ վաղը անցնում է, շաբաթ անցնում է, երկու շաբաթ անցնում է, ոչ ման չի լինում, սկսում է ռմբակոծել, հետո լսում է ռմբակոծելով Իրանի կառավարությունը չի ենթարկվում Ամերիկայի բանջարներին, դադրեցնում է ռմբակոծումը Թրամփը, տեսնելով որ ռմբակոծումը ոչ մի օգուտ ունի, ճիշտակարակը ավելի բարձրանում են բենզինի քիները եւ այլ ապրանքների քիները։ Հիմա այս օրերին նույն պատմության մեջ ենք, երկու օր առաջ հայտարարեց, որ Իրանը խնդրում է, խնդրել բառը օգտագործում է։ Իրանը խնդրում է, որ համաձայնության կան խաղաղություն հաստատեն, այդպեսի խնդրանք չի գա։ Հետո ասում է, որ այսօր մենք հանդիպելու ենք եւ Իրանի խնդրանքով, որ մենք խաղաղություն եւ համաձայնություն ստորագրենք, բայց Իրանի արտգործնախարարությունը նույն օր հայտարարում որ մենք ովևէ բանակցություն չունենք Ամերիկայի հետ, ոչ մի բանակցություն չենք խնդրել, ցին ամբողջ աշխարհի առաջ Ամերիկան որ քերոզոր պետություն է, զոր պետություն է, ամբողջ աշխարհի առաջ հայտարարակ ենք լինում եւ Եվրոպայի, Ամերիկայի դաշնակիցները Եվրոպա ծիզաղում են Թրամփի վրա, դեր մոռանանք Ռուսաստանը, Չինաստանը, Պակիստանը, արաբական երկրները, ամեն մարդ ծիզաղում է Ամերիկայի վրա, որ այս տեսակ երկրի ղեկավար է, որ չի մանրազը, մենք անդադ կնատանում ենք Փաշինյանին, բայց տեսնում ենք, որ Թրամփն էլ շատ ետ չի մնում Փաշինյանի սխալներից, ահավոր սխալներից, եւ շարունակում հիմա նայենք ինչ պետք լինի, որովհետեւ շուտով նոյեմբերի սկիզբը Ամերիկայի կոնգրեսի ընդդիմություններն են եւ ներկայումս վերջին տարիներին Թրամփի հանրապետական ուսակցականները մեծամասնություն են թե ներկայացական դան մեջ կոնգրեսի եւ թե սենատի մեջ հիմա նոյեմբերին բավական ստույգ երևում է որ դեմոկրատները լինելու են մեծամասնությունը առնվազն մեկ բալադում եթե ոչ երկու բալադում եւս եւ եթե այդ լինի արդեն Թրամփը թե ունենալու է երկու տարի եւս բայց այդ երկու տարի որ մնալու է իրեն որ նախագահության ոչ մի բան չի կարող անել այդ երկու տարվա մեջ այսինքն իր նախագահությունը ավարտվում է այս նոյեմբերին Մեկ վերջին հարց ուղղակի ժամանակը քիչ է պարոն Սասունյան 5 րոպե է մնացել Մակունցն էլ նշանակվեց աշխատակազմի ղեկավար Նիկոլ Փաշինյանի դուք բազմիցս անդրադարձել եք ինչպիսի դեսպան էր Մակունցը Միացյալ Նահանգներում եւ այս նշանակումը ձեզ ինչով է պայմանավորված խնդրեմ Ես հավանաբար իմանում եք ես արտահայտվել եմ Մակունցի մասին երբ որ ինքը տեսման էր 4 տարի տեսման էր 4 տարի նստեց իր աթորի վրա տեսմանադամ մեջ ոչ չասենք 0 բայց գրեթե 0 հանդիպումներ 0 լոբինգ Հայաստանի իշա ոչ մի բան չարեց որտեղ Մակունցը ոչ մի քաղաքար ունի արտաքին հարաբերությունների մասին, քաղաքականության մասին արտաքին հարաբերություններ չկան իր մոտ, նստեց 4 տարի, բայց ինչպես բոլոր Փաշինյանի խորհրդականները շուրջի մարդիկը, բոլորները ամփորձ մարդիկ են,
իրենց պաշտոնների համար անհարիր մարդիկ են եւ լինի դա նախարարներ, լինի դա ազգային ժողով, լինի դա փոխնախարարներ, լինի դա նախագահ եւ բոլորն էլ որ ինքը նշանակում է անկարող մարդիկ, անփորձ մարդիկ իր նման զարմանալի չէ որ մագունցին ուղարկեց Ամերիկա, ցավալի է, բայց զարմանալի չէ։ Հետո էլ մագունցը որ 4 տարին ավարտեց, ուրախ եմ որ 4 տարին ավելի չբահեց, երբ որ մագունցը վերադարձավ, եղավ Փաշինյանի գլխավոր խորհրդականը եւ հիմա էլ դարձավ աշխատակազմի ղեկավար։ Միգին որ ոչ մի բան չի կարող անել, ամեն ինչ որ անում է սխալ է, բայց շատ նման է Փաշինյանին, Փաշինյանն ամեն ինչ որ անում է սխալ է, երկուսը միասին երկիրը դանելու են տվի անտունդ։ Շնորհակալություն, պարոն Սասունյան, որ համաձայնեցիք այս զրույցին։ Ամենայն սիրով, բարի օրս։